24 թվականի դեկտեմբերին 12 ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը 0.3%։ Ընդ որում կարելի է ասել, որ Հայաստանի գնաճը համեմատած մեր նման երկրների հետ եղել է բավականին ցածր, օրինակ Վրաստանում այն եղել է 1.1%, հիշեցնեմ Հայաստանում կազմել է 0.3%, Ալբանիայում 2.2%, Ադրբեջանում 2.2%, Մոլդովայում 4.7%, Ղրղստանում 5%, Բելառուսում 5.8%, Ռուսաստանի Դաշնությունում 8.4%, Ղազախստանում 8.7%։ Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է, ինչ որ մեկը խոսում էր դրա մասին, ուզեմ ասեմ ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են։ 24 թվականին գործազրկության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.5%-ային կետով, կազմելով 13.9%, միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6.4%-ով, կազմել է 287 հազար դրամ, այդ թվում պետական հատվածում 224 հազար դրամ, ոչ պետական հատվածում 311 հազար դրամ, իսկ իրական աշխատավարձը 0.3% գնաճի պայմաններում աճել է 6.1%-ով, այսինքն իրական եկամուտները մեր քաղաքացիների, ովքեր աշխատում են, ավելացել է 6.1%-ով։ Հիմա խոսենք պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների մասին։ Եկամուտները տարեսկզբին պլանավորվել են 2 տրիլիոն 723 միլիարդ մակարդակում, տարվա ընթացքում 31 միլիարդով նվազեցվել են, ծախսերը պլանավորված են 3 տրիլիոն 206 միլիարդ դրամ և տարվա ընթացքում փոփոխության են ենթարկվել 57 միլիարդ դրամով նվազեցվել են և դեֆիցիտը պլանավորված էր 482 միլիարդ դրամ և այստեղ էլ նվազեցում ենք ունեցել 26 միլիարդ դրամով։ Մի քանի տվյալ ներկայացնեմ վերաբաշխումների մասով, որովհետև սա կարևոր ցուցանիշ է մեր կարծիքով մեր բյուջետային կարգապահության տեսանկյունից։ Երևի վերջին տարիներին առաջի անգամ 2024 թվականին կառավարությունը չի դիմել ազգային ժողովին մեր բյուջեի օրենքով սահմանված 3% շեմը վերանայելու համար և մենք կարողացել ենք իրականացնել մեզ թույլատրելի 3%-ի շրջանակներում 2.96% վերաբաշխումներ։ Ի համեմատություն նախորդ տարվա 307 վերաբաշխման որոշումներին 24 թվականին ունեցել ենք 291 որոշում։ Ուզում եմ նաև հիշեցնեմ, որ 22 թվականին այդ որոշումների քանակը 327 էր։ Սա վկայում է ավելի խիստ քաղաքականության մասին և մեր կարծիքով նաև մեր պլանավորման որակի որոշակի բարելավման մասին է վկայում։ Նախորդ տարվա համեմատ եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով։ Ծախսերի գծով ստանձնված պարտավորությունները ամբողջությամբ և ժամանակին կատարվել են։ Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերի աճը պայմանավորված է և ընթացիկ և կապիտալ ծախսերի աճով, ընդ որում կապիտալ ծախսերի աճ է գրանցվել 7.9%, նաև առանց պաշտպանության նախարարության կողմից կատարված կապիտալ ծախսերի, այսինքն այն կապիտալ ծախսերի, որոնք ուղղակիորեն ուղղվում են Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանը։ Մենք 23 թվականին եկամուտները 7%-ով ավելին են եղել 23 թվականից և ծախսերը ավելին են եղել 13.7%-ով և կազմել են փաստացի եկամուտները 2 տրիլիոն 579 միլիարդ դրամ, իսկ ծախսերը 2 տրիլիոն 955 դրամ։ Սրա արդյունքում դեֆիցիտը կազմել է
376 միլիարդ դրամ, պլանավորված 456 միլիարդ դրամի նկատմամբ։